Թատրոնի շքամուտքում մութ է, լույսերի պլանային անջատումների գրաֆիկի համաձայն։ Երեխաները ծնողների հետ սպասում են լույսերի միացմանը, որպեսզի կարողանան նայել սպասվող ներկայացումը։ Բարեբախտաբար լույսերը միացան, և փոքրիկները հնարավորություն ունեցան տեսնել չարի և բարու պայքարը, ինչը նրանք տեսնում են ամեն օր, ոչ միայն դահլիճի ներսում, այլ նաև իրական կյանքում։ Մնացածին այդ կփոխացես, հասկացար։ Հայրիկս, գալիս եմ։ Տես, ինչ տան եմ ապրում։ Տեսնում ես ինչ տան եմ ապրում։ Ներկայացման դերասանները փաստում են, որ մինչ ամանորյա տոները երեխաների հոգեբանական վիճակը համեմատաբար ավելի կայուն էր։ Ներկայացման հիմնական նպատակը եղել է երեխաներին ուղղակի շփիտ ուրախություն պարգևելը։ Երեխաները պետք է միշտ շփտան ցանկացած իրավիճակում եւ պետք է վայելեն իրենց մանկությունը։ Մինչեւ ամանորը էլի բլոկատայի մեջ էինք, բայց այդքան դեռ ընկճված չէինք։ Հիմա զգացում եմ եւ երեխաների մոտ եւ մեծերի մոտ ընկճվածությունը։ Այս իրավիճակում ներկայացում տալը ավելի դժվար է, եթե անկեղծ լինեմ, բայց փորձում ենք գոնե մի քիչ պայծառացնել իրենց կյանքը։ Մշակույթն էլ մի այն սահմանն է, որը պետք է այդ մի սահմանում էլ նաև պայքար լինի։ Մի վախեցեք, ես գիտեմ, որ կախարդի ինձ ասում է գործ դարձնել, մենք փորձում ենք քույր ուտի, հիմա ինքը միշտ ասում է, որ վաղից կահարդի չարի, եկեք միասին հաղթենք նրան։ Մշակութային ակտիվությունը Արցախում այս օրերին ավելի քան կարևոր է, և պետք չէ մոռանալ, որ անգամ պատերազմի տարիներին լույսի անջատումը խոչընդոտ չէր հանդիսանում համերգների և թատերական ներկայացումների կազմակերպման համար։ Ախ, Մաշուկա, բայց չէ որ նա ուժեղ է և կախարդանք ունի, մի մտածի, բայց միշտ հաղթում է չարի, մի ելացի, ժպտա։ Մինչև ներկայացումը սկսելը լույսերը անջատվեցին, բայց լույսերը տվեցին, միացրեցին և բարեհաջող ներկայացումը սկսվեց և ավարտվեց երեխաների ժպիտներով։ Վերջում փոքրիկներին ողջունեց ձմեռ պապիկը, ով թեև պատժեց կախարդին, բայց խոստովանեց, որ չար ուժերը փակել են կյանքի ճանապարհը, ինչի պատճառով նվերները տեղ հասցնել չհաջողվեց։ Ես գնացել էի նվերների ետևից, ճանապարհին չար ուժերը չեմ իմանալ ինչպես սառնակից թռցրին տարան անպետները թողեցին ինձ անց նվերների։ Հրաշքին միշտ էլ պետք է սպասել։ Այլ հարց է, հրաշքը կկատարվի թե չէ։ Այդ հրաշքը մեր ձեռքերում է։ Մենք պետք է կարողանանք այդ հրաշքը ստեղծել։ Եվ ինչքանով կհաջողվի դա ապագան ցույց կտա։ Համենայն դեպս հույս ունենք, որ լավ է լինելու։ Եթե ամբողջ աշխարհը բացի աչքերը, ականջները եւ կարողանա ճիշտ գնահատել ամեն ինչ, ուրեմն մենք մեր նպատակին հասած կլինենք։ Դրա համար հարկավոր է, որպեսզի մեր պատկան մարմինները աշխարհին հասցնեն այն ամենը, ինչ որ արդեն մենք տեսնում ենք մեր աչքի առաջ է։ Ազատ և անհոգ ապրելու իրավունք ունեն աշխարհի բոլոր փոքրիկները, սակայն այսօր Արցախում երեխաների իրավունքները խախտված են, իսկ աշխարհը արդեն 1 ամիս լուռ է։ Ուզում եմ, որ ճանապարհը բացվի, Արցախը շտանա զինվորներն պաշտպանի։ Շենացնենք մեր Արցախը։ Ուզում եմ մարզինբարնեն խաղաղ մնա, մեր Արցախն է խաղաղ մնա, մեր Արցախը լող խաղաղնի։ Խաղաղությունը և զինվորները վեր խաղաղնի։ Դա այսօր ցանկանում էի, որ ճանապարհների բացվային խաղաղություն լիներ, որովհետև շատ դեղավորայքներ չէին կարողանում բերել այստեղ։ Միայն խաղաղություն եմ ցանկանում, զոհ չլինի, կռիվ չլինի, ազատ երկնքի տակ ապրենք։ Բարին է հաղթում չարին։